են հիմա դատախազության մոտ եք, ձեր գործընկերները հանդիպման են բարձրանում, ինչ ակնկալիքներ ունեք։ Ես որևէ ակնկալիք չունեմ, որովհետև 3 տարուց ավել է բազմաթիվ անգամներ ես անձամբ ղեկավարել եմ, անցկացրել եմ ակցիաներ թե գլխավոր դատախազության մոտ, թե ազգային ժողովի մոտ, թե Երևանի քաղաքապետարանի մոտ եւ այս 3 տարիները ցույց տվեցին, որ ցավոք սրտի ամեն անգամ նույն բանն է, ասում են, որ խոստանում ենք, այս մի հարցը կկարգավորենք եւ այդպես էլ որևէ բան չի կարգավորվում, դե Կումնի ՍՊ-ն այսօր առիթ է, որ մենք այստեղ ենք եկել, Կումնի ՍՊ-ի մասին ես խոսել եմ դեռ 2 տարի առաջ, նույնիսկ ազգային ժողովում եմ բարձրաձայնել, որ այստեղ բացահայտ պետական բյուջեի մսխում է տեղի ունենում եւ որևէ աշխատանք չի իրականացվում, որովհետեւ մենք պիտի բաց հասկանանք, որ Հայաստանի Հանրապետության համար, որն ունի այս պահին անտուն կենդանիների խնդիր, որը որ պետք է կանգնի ճիշտ լուծման ճանապարհին, ունենալ ճիշտ գործող ստեղծման ծրագրեր շատ կարևոր է։ Եվ ես սա ուզում եմ ասեմ հանրության այն զանգվածի համար, ովքեր ասում են, որ ստեղծման ծրագրերը օգուտ չեն տալիս։ Իրենք չեն կարող օգուտ տալ, եթե մասնակցում են տենդերներին ոչ կոմպետենտ կազմակերպություններ, որոնք բացարձակապես չեն հասկանում, թե ինչ է նշանակում ստեղծում, որոնք բացարձակապես կապ չունեն առհասարակ կենդանիների հետ, որոնք պարզապես տենդերի գումարը վերցնում են եւ որևէ աշխատանք չեն իրականացնում։ Պարզա հարգելի հասարակություն, որ դուք չեք տեսնելու եւ որևէ արդյունք։ Դրա համար մենք այսօր այստեղ ենք, հա, ու իմ մեծագույն խնդրանքն է, որպեսզի վերնագրերում չնշվի, հա, որ մի շարք կենդանասերներ եկել են, մենք առաջնահերթ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք եւ մենք որպես հարկատու պահանջում ենք, որպեսզի մեր հարկերը օգտագործվեն ի նպատակ, որովհետեւ իրականում յուրաքանչյուրիս ցանկությունը եւ պահանջը նա է, որ այս հարցը կամաց ստանա լուծումներ։ Այն, որ գործերը կոչվում են, ես կհիշեցնեմ, որ եզակի դեպքերից մեկն է եղել, երբ որ Նուբարաշենում ծեծված շան, որը որ այս պահին գտնվում է իմ խնամքի տակ տերը, պատժվեց քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, 307-րդ հոդվածով, Շենգավիթի առաջի Ատյանի քրեական դատարանում դատավոր Արշակ Մաթևոսյանը վճռեց, որ տվյալ անձը մեղավոր է կենդանու հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ եւ սահմանեց օրենքի թույլատրելի սահմանով ամենախիստ պատիժը։ Այս պարագայում մենք պետք է հասկանանք, որ օրենքը ունի տարբեր չափորոշիչներ եւ այս դեպքի առումով չափորոշիչ այն էր, որ անձը տուգանվեց 5 միլիոնից ավել դրամի չափով։ Եվ միանշանակ դա իր ամբողջ կյանքում հետապնդելու է իրան, որովհետև դա արդեն քրեական պատասխանատվություն է, այսինքն մարդը կատարել է քրեական պատասխանատվություն ենթադրող արարք։ Մնացած դեպքերով մենք հաղորդում էինք տվել, օրինակ, չգիտեմ, շատերը կհիշեն Դավիթաշենում 5-րդ հարկից շուն էին գցել ներքև, մենք բարձրաձայնեցինք, տվեցինք հաղորդում հանցագործության մասին, ուր է հիմա այդ գործը, հավանաբար հերթական քննիչը համարել է, որ այդտեղ որևէ հանցակազմ չկա։ Այսինքն շանը 5-րդ հարկից ներքև գցելը, դրանից հետո Երևանում գործող պետական հաստատության կողմից շան մարմինը արագ այդտեղից հեռացնելը, պատկան մարմիններին որպես պետական կառույց որևէ հաղորդում չներկայացնելը, այդ ամեն ինչը իր մեջ որևէ հանցակազմ փաստորեն չի պարունակել, հասկանում եք։ Որի պարտականությունների մեջ է անկած կենդանիների դերը հավաքելը։ Դա Երևանի ՀՕԱԿ-ն է, որը այն ժամանակ իրանք եկել էին, դին տարել էին, շատ լավ տեսել էին շան վիճակը, շատ լավ լսել էին, որ շանը 5-րդ հարկից են ներքև գցել, բայց ցավոք տվյալ կառույցը չէր դիմել պատկան մարմիններին պարզաբանելու համար, թե ինչ իրավիճակ է եղել։ Չնայած ես կարծում եմ, դա իմ անձնական կարծիքն է, որ առաջինը հենց այդ կառույցը պետք է դիմեր պատկան մարմիններին եւ պահանջեր արդար քննություն։ Ի վերջո մենք պետք է փորձենք այդ համակեցության գաղափարը զարգացնենք։ Ես հասկանում եմ, շատ կարևոր է հանրության այն զանգվածը, որը որ ցանկություն է հայտնում, որ կենդանիներ չլինեն եւ այլն եւ անընդհատ այդ հատվածի հետ հաշվի նստելը մենք իհարկե հասկանում ենք, բայց որոշակի բալանսավորման պետք է գա այդ ամեն ինչը, այսինքն մենք պետք է բալանսավորենք, ինչպես դա արվում է տարբեր երկրներում արդեն տարիներ շարունակ։
Դավիթաշենի դեպքը ես օրինակ բերեցի հոկտեմբերյանում մի քանի ամիս առաջ Տիկին Հունանյանը կարող է հաստատել իրան էին գժանոց ստանում, բացի դրանից որպես քանի որ ինքը կենթանիներ է կերակրում, դա շատ խառը պատմություն էր, ի վերջո Տիկին Հունանյանին հնարավոր եղավ գժանոցից իհարկե հանել, որովհետև որևէ փաստարկված հիմք չկար իրեն այնտեղ պահելու։ Դրանից հետո հոկտեմբերյանում թունավորումներ տեղի ունեցան, 40-ից 50 շուն ամբողջ ճանապարհով թունավորված վիճակում եւ որևէ մեկը դրա համար հերթական անգամ պատասխանատվություն չկրեց։ Հրազդանի սպանդը կարող եմ հիշացնել 2 տարի առաջ մենք այստեղ էինք եւ ձեզնից շատերն էլ էին այստեղ ներկա, ես հիշում եմ Հրազդանի սպանդի առումով, երբ որ մենք Շանդիակը բերել էինք եւ դրել էինք գլխավոր դատախազության դռների առջեւ Եվս մեկ անգամ ապացուցում է փաստը, որ որևէ աշխատանք չի արվում, որովհետև որևէ մեկը չհայտնաբերվեց, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։ Այսինքն ես չեմ կարող ասել, որ մեզ մոտ ընդհանրապես դեպքեր չկան, որոնք որ չեն քննվում պատշաճ, բայց այդ դեպքերը այնքան քիչ են, այսինքն այնքան նվազագույն տոկոս է դա կազմում, որ դա նույնիսկ մարդկանց աչքին չի էլ երևում։ Իսկ պատճառը ո՞րն է, օրենքների բացակայությունը, թե անգործությունը։ Ես ավելի շատ համարում եմ, որ պատճառը միանշանակ անգործությունն է։ Պատճառը լուրջ վերաբերմունքի բացակայությունն է այս առումով։ Իսկ այն ժամանակ, որ շանը բերել դրել եք դռների առջև, ինչ եղավ հետո։ Որևէ բան չեղավ, հերթական խոստումները, որ քննություն կլինի, որ կպարզեն, որ կգտնեն ու եւ այլն ու առ այսօր իրանք գտնում են, անցավ արդեն 2 տարի։ Նույնը այս կումնի ՍՊ նորոգում, որը որ ոչինչ չի նորոգում, Սոլար գոլորշիացող ՍՊ, որը Գյումրիից 2 տարի առաջ շահեց տենդեր արևային կայանների տեղադրման, որի մասին հոդված կա տպագրված, այսինքն որևէ մեկը չի կարող ասել, որ մենք ապատեղեկատվություն ենք տարածում, հոդված կա տպագրված, որ տվյալ ՍՊ-ն շահել է տենդերը արևային կայանների տեղադրման համար եւ հեռացել է, թռել է, անհետացել է, ես չգիտեմ դա ոնց նկարագրեմ, եւ դրանից հետո կապի ընդհանրապես դուրս չի եկել։ Ու այդ ամեն ինչը իմանալով ու հաշվի առնելով թույլ են տալիս, որպեսզի նորից նույն ՍՊ-ն մասնակցի մեկ այլ տենդերի, այսինքն արևային կայանների տեղադրմամբ զբաղվող ՍՊ-ն ինչ կապ ունի կենթանիների ստեղծման հետ։ Նորոգում ՍՊ-ն ինչ կապ ունի, Ադել Շին ՍՊ-ն ինչ կապ ունի, որ ոչինչ չի կառուցում երևի մենակ քանդում է, բայց անունը Ադել Շին է։ Այստեղ կոռուպցիոն մեծ ռիսկեր կան, կոռուպցիոն մեծ ռիսկեր, եթե մենք այսօր ունենք պատկեր, որ քննչական կոմիտեի մակարդակով գործը կարճվում է դեռ ապրիլին, մեզ տեղյակ չեն պահում, թույլ չեն տալիս, որպեսզի մենք բողոքարկենք։ Եթե մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ մինչև այսօր մեզ համոզում էին, որ գործը քննության փուլում է, որ դեռ ընթացքի մեջ է ու եւ այլն, հա 2 տարի ընթացքի մեջ է, ինչ են քննում 2 տարի, ամենայն անկեղծությամբ չեմ հասկանում, ինչն էին իրանք քննում, հա, եւ ի վերջո պարզվում է, որ այդ ամեն ինչը սուտ էր եւ դրա հետ մեկտեղ պարզվում է, որ տվյալ ՍՊ-ն Վիրաբյանի գլխավորությամբ տարբեր ՍՊ-ները շարունակում են մասնակցել տենդերների, այստեղ միայն մեկ ֆակտոր է մնում, որ սա կոռուպցիան հոպոզով փոչով չի լինում վերջի վերջո, բայց եթե կոռուպցիա չի, բա ինչ է։ Տենդերի գործառույթները որն են ու ինչից է ենթադրվում, որ իրանք ոչ մի բան չունեն։ Տվյալ կազմակերպությունը պարտավորված է ունենա կլինիկա ստեղծման համար նախատեսված, ունենա անասնաբույժ, անուն, ազգանուն, ով է տվյալ անձը, կոմպետենտ է, կոմպետենտ չի։ Ունենա հատուկ ստերիլ տարածք, որովհետև ստեղծումը դա վիրահատություն է։ Դուք Ջաջուրի գոմանոցը տեսել եք։ Ջաջուրի վանդակները այսպես սետկապատած տեսել եք։ Մեջը կենթանիները իրանց կեղտի մեջ նստած, սոված, դիմացները, ամանները առանց ջուր, առանց կեր, առանց ոչ մի բան չստեղծված, բերված այդտեղ շպրտած են։ Այսինքն իրանց գործառույթը ո՞րը պիտի լինի։ Իրանց գործառույթը պետք է լինի ապահովել այդ պայմանները, դրա համար տենդերի են մասնակցում ամենացածր գնով անցնում են 15,000 դրամով, դուք հաշվեք, պետք է ունենալ կլինիկայի տարածք, պետք է ունենալ անասնաբույժ, պետք է ունենալ համապատասխան ամեն ինչ սկսած նարկոզից եւ այլն, հա, ինչ որ անհրաժեշտ է վիրահատություն անցկացնելու համար։ Սկսված հետ վիրահատական, որ գոնե մեկ օր այդ կենթանին մնում է վիրահատություն տարած։ Իրան մշակելուց այդ ամեն ինչը 15,000 դրամով իրանք տենդերը շահում են ու ինչ են անում Ջաջուրի գոմանոցում տանում այդ կենթանիներին շպրտում են։ Հետո մենք իրանց հետևից իրանց կերած ամեն ինչը
մաքրում ենք, որովհետև նույն 2 տարի առաջ այդ ջաջուրից կենթանիների այդ վիճակից ես անձամբ 2 շուն եմ այդտեղից հանել, որ երկուսն էլ իմ կացարանում են հիմա գտնվում։ Դուք մեկով պիտի հիմա այստեղ լինեիք, ուր է շունը։ Ճանապարհին են, ասում են, որ ցավոք սրտի խցանում է, դե աշխատանքային ժամ է, ես հասկանում եմ, բայց ոչ աշխատանքային օր եւ ոչ աշխատանքային ժամի անիմաստ է այստեղ գալը, որտեվ այստեղ նույնպես մաստ չի լինելու եւ դատարկ պատերի համար խոսելը անիմաստ է։ Դիմելու արդյունք չի եղել, այսօր նորից ինչ հավատով, ինչ հույսով եք եկել։ Մենք որևէ հույսով հավատով չենք եկել։ Ես եկել եմ այստեղ, որ հասկանամ, իրանք մի օր կամաչեն, թե չէ։ Գլխավոր դատախազտիկին Աննա Վարդապետյանը, որը հարցազրույցներ է տալիս, բավական կոկիկ, այսպես կուլտուրական, այսպես, այնպես եւ այլն, լսել էի ժամանակին, որ կենթանասեր է, բնություն է սիրում, կենթանիներ է սիրում։ Ես տիկին Վարդապետյանին իմ Facebook-յան էջի ուղիղ եթերում եմ հարցրել, արդյոք չեն ամաչում։ Ձեզ մի հարց, այդ շան վիճակը հիմա ոնց է։ Տեսանք, որ թույլ էր տեսանյութում, շատ վատ վիճակում, այսպես։ Հիմա շատ ավելի լավ է բնականաբար, որովհետև այդ վիճակը կարա նայեք, այդ վիճակը կարա առաջանա տարբեր պատճառներից։ Շան բռնելու ձևից սկսած, տարածքի փոփոխությունից սկսած, այդ միջավայրից սկսած, դա մեծ սթրես է, կենթանիները շատ մեծ սթրես են տանում։ Եվ հասկանալի է արդեն թե ինչ մեթոդներով են այդ կենթանիներին բռնում, ոչ հումանիստական մեթոդներով, որովհետև գիտեք ինչ, կենթանի բռնելն էլ է մասնագիտություն։ Ամեն երկրորդը չի կարա վերցնի այդ ուդավկան ընկնի վազի կենթանու հետևից, ասի ես այս գործը անում եմ։ Դրա համար էլ ունենք այն ինչ ունենք։ Եղել են բազմաթիվ տեսանյութեր, թե ոնց են կենթանիներին սխալ բռնում, քարշ տալիս ասֆալտով, դրա մասին ես վաղուց բարձրաձայնել եմ, շարունակում եմ բարձրաձայնել։ Այստեղ եմ այսօր, որպեսզի հերթական անգամ ցույց տամ հանրությանը, ինչն է իրականում խնդիրը։ Այսինքն մեղավորը կենթանասերները չեն, կենթանապաշտպանները չեն, մեղավորը այդ կենթանիները չեն, որ իրանք դրսում են։ Մեղավորը այն սիստեմն է, որը այսօր կա։ Սիստեմը, համակարգը, այսինքն համակարգը, որը բացարձակապես անհանգստացած չի նրանով, որ պետական բյուջեի գումարները մսխվում են, անհանգստացած չի բացարձակ նրանով, որ Հայաստանի Հանրապետության ներքին խնդիր հանդիսացող հարցը առ այսօր չի կարողանում լուծումներ ստանալ, չի կարգավորվում, նստում ուրախանում ենք, որ ազգային ժողովում օրինագիծը վերջապես քննարկեցին, կառավարությունը հավանություն տվեց, հիմա պետք է ազգային ժողովում, ես չգիտեմ երբ, կենթանիների բարեկեցության մասին օրենքը դնեն քննարկման ու եւ այլն, բայց դա առ ոչինչ է, եթե չկա պատկերացում նրա, թե այդ օրենքի բոլոր կետերը ինչպես պետք է վերահսկվեն։ Առ ոչինչ է դա, այսինքն եթե պիտի լինի հերթական թուղթը, որի վրա գրելու են, թողեն այդ թուղթը տենց մնա մենակ մեր բերանը փակելու համար, մենք այդ ամեն ինչը արդեն անցել ենք, մենք շատ լավ գիտենք ու դա միայն այս ոլորտում չի կատարվում, Հայաստանում շատ ու շատ բազմաթիվ ոլորտներում այս նույն խնդիրները կան, ուղղակի մենք այստեղ խոսում ենք կենթանիներից։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։